Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարանը խոստացել է իբր պատժել մեղավորներին, ովքեր պատասխանատու են արյունահեղության համար։ Նա հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում բոլոր մեղադրանքներին և պատրաստ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։ Սաուդյան Արաբիայում բանակցություններ տեղի կունենան Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև, որը առաջին պաշտոնական հանդիպումն էր Թրամփի և Զելենսկու հակամարտությունից հետո։ Այս մասին գրում է The Guardian-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը USAID-ին փակելու իր ծրագրերի 83%-ը։ Մնացած ծրագրերը կանցնեն պետդեպարտամենտի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ռուսաստանն ու Չինաստանը մոտ ժամանակներում կարող են հաստատել առանց վիզայի մուտքի պայմանավորվածություն, ինչը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին միմյանց երկիր այցելել առանց լրացուցիչ վիզայի ձևակերպումների։ Այս մասին գրում է E-Daily-ը։ Ուկրաինան պատրաստվում է առաջարկել մասնակի հրադադար Ռուսաստանի հետ, դադարեցնելով անօդաչուներով ու հրթիռներով հարձակումները, ինչպես նաև Սև ծովում գործողությունները։ Այս քայլը նպատակ ունի համոզել ԱՄՆ-ին վերականգնել զերքի մատակարարումները և հետախուզական տվյալների փոխանակումները։ Այս մասին գրում է BBC-ն։ Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ Ավատար 3-րդ կրակ և մոխիր ֆիլմը լինելու է ամբողջ սերիալի ամենաերկար մասը։ Այս մասին գրում է Deadline-ը։ Ռուսաստանում կինը հենց դատարանի շենքում փորձել է համբույրի միջոցով թմրանյութ փոխանցել զուգընկերոջը։ Այս մասին գրում է RBK-ն։ Կիևի կենտրոնում երկու սրճարան Trump Coffee Bar-ը և Trump Pizza Station-ը որոշել են փոխել իրենց անունները, քանի որ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինայի զենքի մատակարարումը։ Այս մասին գրում է RBK-ն։ Թրամփը չի ծրագրում Ուկրաինայում ռազմական օգնության վերսկսումը, քանի դեռ Զելենսկին մնում է իշխանության ղեկին։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Մեծ Բրիտանիայի ափերի մոտ հյուսիսային ծովում իրար են բախվել երկու նավեր՝ Stena Immaculate նավթատարը և խարիսխին կանգնած Solong բեռնատար նավը, որի հետևանքով տուժել է 32 մարդ։ Այս մասին գրում է CNN-ը։ Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը մահացել է 22 տարեկան հասակում POLG կոչվող հազվագյուտ գենետիկ հիվանդությունից, հայտարարել է նրա հայրը Լյուքսեմբուրգի արքայազն Ռոբերտը։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Գերմանական Tomorrow բիոընկերությունը առաջարկում է մահացած մարդու մարմինը սառեցնել $218,000 դիմաց։ Նրանց նպատակն այն է, որ ապագայում, երբ բժշկությունը կարողանա բուժել բոլոր հիվանդությունները, հնարավոր լինի այդ մարդկանց վերակենդանեցնել։ Այս մասին գրում է Tribune-ը։ Սարիկ Անդրեասյանը ներողություն է խնդրել Մոսկվայի կինոդպրոցի ուսանողներից Տարկովսկիի մասին հարցին կոպիտ պատասխանելու համար։ Այս մասին գրում է RTV-ն։ Բլոգեր Արտեմի Լեբեդևը տուգանվել է Մոսկվայի դատարանի կողմից կրոնական խորհրդանիշները հրապարակայնորեն պղծելու մեղադրանքով։ Այս մասին գրում է Լենտան։ Պատճառը եղել է մի լուսանկար, որտեղ պատկերված է Գորգ Սուրբ Մարիամի պատկերով, իսկ նրա ձեռքում ծխախոտ է։ Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ձերբակալվել է Մանիալի օդանավակայանում Կոնգոից վերադառնալուց հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Անգլիայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող լիբերալ կուսակցության նոր ղեկավար և հետևաբար կդառնա նաև Կանադայի հաջորդ վարչապետ։ Այս մասին գրում է CNN-ը։